Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանն է։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերների համար։ Պարոն Մանվելյան, ձեզ նաև մեր հեռուստադիտողներին շնորհավորում եմ մայիսյան եռատոնի կապակցությամբ։ Մենք Արցախյան պատերազմից հետո սովորաբար մայիսյան եռատոնը նշում ենք ցավը սրտներում, մեր սրտներում, բայց այնուամենայնիվ հույս ենք փայփայում, որ եռատոնը իր բովանդակությամբ մեր նպատակ ու նպատակակետ ունենալով շարունակելու են կերտել նոր հաղթանակներ, օրվա խորհրդի վերաբերյալ ձեր տեսակետն ու դիրքորոշումը խնդրեմ։ Շնորհակալություն շնորհավորանքների համար, ես նույնպես միանում եմ շնորհավորանքներին եւ շնորհավորում մեր քաղաքացիներին։ Եռատոնը իսկապես կարևոր է, ընդհանրապես մայիսը կարևոր ամիս է, հաղթանակների ամիս է։ Անկախ նրանից, թե գործողական ռեժիմը մեզ տարել է պարտությունների ճանապարհով եւ հպարտանում է, որ իրենք պարտվել են, կամ ինչպես իրենք են ասում, մենք պարտվել ենք, բայց իրականում սա հաղթանակների ամիս է եւ եռատոնը նույնպես կարևոր է, հատկապես Շուշիի ազատագրումը, որտեղ Շուշիի ազատագրումը ինքը 20-րդ դարի հաջորդի պատմության երևի ամենապայծառ էջերից մեկն է։ Ամենապայծառ օրն է, երբ իսկապես տեղ ունեցավ մի բան, որին քչերն էին հավատում։ Եվ Շուշին ազատագրվեց ահռելի ջանքերի, զոհերի գնով, եւ սա պետք է հիմնակետը լիներ, որից պետք է գնար հաջորդի նոր վերածնունդ։ Ցավոք սրտի դա տեղի չունեցավ, ցավոք սրտի գործում է այսօրվա ռեժիմ, որը հրաժարվում է տոներից եւ փորձում են, չգիտեմ, ինչ-որ տարբեր պատճառաբանություններ բերել, բայց նորից եմ կրկնում, անկախ նրանց ցանկություններից նորմալ հայ մարդու համար, իսկապես հայ մարդու ում սրտում հոգում է հայի արյունը կամ ով հասկանում է, որ առանց հաղթանակների անհնար է հայության կերտումը, եռատոնը մնալու է, շարունակվելու է, Շուշիի ազատագրումը լինելու է մեր պայծառ օրերից մեկը ու նաև լինելու են վստահություն, որ մենք վաղ-թե լինելու ենք Շուշիում, սա աներկբա է։ Դուք ձեր խոսքում ասացիք անկախ նրանից, որ այսօրվա իշխանությունը տոնի արժեքը ստվերում է։ Այսօր իր հարսանիքը Շուշիում արած անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, երբ լրագրողները հարցրեցին ձեզ համար այսօրը եռատոն է, ասաց ոչ, ընդամենը եկել է զոհերի հիշատակը հարգելու։ Այսինքն այս իշխանության քաղաքականությունն է Արցախի էջը փակել Շուշիի հաղթանակի օրը, փակել Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը եւ մայիսից թողնել միայն մայիսի 9 հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը։ Սա է քաղաքական գիծը, որը իրենք տանում են։ Հա, ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ դա է եւ իրենք սկսել են մի գործընթաց, որը 3 արարից էր բաղկացած։ Առաջինը Շուշիի հանձնումը, երկրորդը Արցախի հանձնումը Ադրբեջանին եւ համոզված եմ 3-րդ արարը լինելու է Հայաստանի կործանումը, դեպի որը իրենք տանում են։ Եվ նրանց նպատակն է իրենց ծառայելու, իրենց թուրք Անկարային եւ Բաքվին ծառայելով, իրենց նպատակն է Հայաստանը վերածելու թուրանական այս աշխարհին, ինչ որ սպասարկման կենտրոնի, սպասարկման կետի տարբեր անվան տակ Զանգեզուրի միջանց կոչեն կամ չգոչեն կամ միջանկյալ միջանց կոչեն, այսինքն թուրանական աշխարհին սպասարկող ինչ որ ճանապարհային մի կետն է։ Սա է նպատակը եւ այս նպատակներին հասնելու համար պետք է հաջորդի համար կարեւորագույն տոներից, որտեղ նայեք, ցանկացած ազգ, ցանկացած ազգի ինքնությունը կազմում է հաղթանակների վրա, ոչ թե պարտությունների։ Եվ հաղթանակները շատ կարևոր են, դա բոլոր ազգերը, որոնք ձևավորվել են պատմական են հաղթանակների արդյունքում կամ պատմական են հաղթանակների հիշողությամբ, որը նրանք կերտել են ժամանակի ընթացքում։ Նույնիսկ շատ դեպքեր են, որ դուք պատմության նայեք, եղել են հաղթանակներ, որոնք հորինվել են։ Սակայն նույնիսկ սա այս առասպելները են կարևոր եղել այդ ազգերի համար։ Հիմա, քանի որ իրենք ցանկանում են այս հաղթանակների ժամանակաշրջանը, ասենք պայմանականորեն ավարտին հասցնել, քանի որ իրենք ցանկանում են նաև ոչնչացնել հայի ինքնությունը։ Նույնիսկ եմ կրկնում, ինքնությունը կազմավորում է հաղթանակների, պատմական հաղթանակների եւ պատմական հիշողության վրա։ Իրենք հենց այդ պատմական հիշողության եւ պատմական հաղթանակների դեմ պայքարելու կամ ոչնչացնելու են ելել, որպեսզի ոչնչացնել հայի ինքնությունը։ Իմ նախորդ հարցում ասացի, որ Փաշինյանենք փաստորեն Արցախի հետ կապված մեր հաղթանակների էջը փակում են
Եվ թողնում են միայն մայիսի 9 հաղթանակ որպես հայրենական մեծ պատերազմ ու տարած հաղթանակ, բայց փաստորեն դա էլ չեն թողնում։ Պարոն Մանվելյան, մենք այսօր հետևում ենք Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթացող շքերթին հաղթանակի 80-ամյակին նվիրված, այնտեղ ԱՊՀ տարածաշրջանի տարբեր զորամիավորումներ են, այնտեղ Հայաստանից զորամիավորում չկա, մեր զորախումբը այդ Կարմիր հրապարակով չի քայլում։ Փաստորեն մենք հաղթանակը գոնե թե այս հաղթանակը այդքան էլ չեն կարժևորում։ Հետևաբար հարցս, ինչով եք դուք բացատրում այն, որ Փաշինյանը գնաց, այսպես գլխարկը գլխին ներկայացավ, բայց չկա հայկական զորախումբը։ Մենք չենք տեսնում Կարմիր հրապարակում քայլող հայերին։ Նայեք, այստեղ երկու կոմպոնենտ կա։ Առաջինը նախ այդ հաղթանակները, ես արդեն նշեցի, այս մարդիկ ուզում են հրաժարվել հաղթանակների գաղափարից, որպեսզի տանեն ազգի, ասենց ասեմ, դա բարոյալքման, թուլացման ճանապարհով, որպեսզի կարողանան երկար ժամանակ իշխեն բնակչության այս ազգի նկատմամբ, վերացնելու նաև ազգ հասկացողությունը, փորձել այն դարձնել ժողովուրդ։ Եվ ժողովրդի նկատմամբ երկարատև իշխելու համար նրանք պետք է այդ հաղթանակների գաղափարից հրաժարվեն։ Եկեք չմոռանանք, որ հայրենական մեծ պատերազմին մասնակցել է հայկական 3 դիվիզիա։ Սա բացառիկ է, ոչ մի ազգային փոքրամասնություն, որը կար սովետական կազմում, չի ունեցել 3 դիվիզիա, որոնք մասնակցել են այդ պատերազմի, ազգային դիվիզիաներ։ Շատերի դեպ հիշեցնեմ, շատ երկրներում են փորձել ազգային դիվիզիաներ ստեղծել, բայց դրանք շատ արագ լուծարվել են, որտեղ ցույց են տվել իրենց ոչ էֆեկտիվություն եւ խառնվել են մյուս, ասենց ասեմ, ռուսական դիվիզիաների մեջ։ Բայց հայկական դիվիզիաները մնացել են, իսկ Թամանյան դիվիզիան հասել է մինչև Բերլին։ Սա նույնպես բացառիկ է, միակ ազգային դիվիզիան, որը հասել է Բերլին եւ մասնակցել է Բերլինի գրավմանը, դա եղել է հայկական Թամանյան դիվիզիան։ Եվ հետեւաբար բայց նրանց համար սա էլ է ծանրություն։ Իրանք ցանկանում են այս հաղթանակներից հրաժարվել։ Հետեւաբար ճիշտ հարցիկ տալ, բայց դեպքում ինչ է այս Ինչու էր գնացել։ Գնացել ասել է այնտեղ որ մի պատճառով, որտեվ այն տերերը, որոնք մինչև այս վերջերս իրեն տեր էին կանգնում, ասենց կասեմ, դրսից, հատկապես հանձինես եվրոպական մի շարք երկրների, հատկապես Ֆրանսիայի, հանձինես Միացյալ Նահանգների նախկինում Բայդենի կառավարությանը մենք ասենց ասեմ կորցրել է տերերի հետ իր կապը, իսկ այնտեղ փոփոխություն է տեղի ունեցել, այդ մարդիկ հրաժարվում են իր համար որց է երաշխավոր լինելու, եւ ինքը ստիպված գնացել է Մոսկվա, ասենց ասեմ Պուտինի դուռը, այլ ոչ թե գնացել այդ հաղթանակների մասնակցել, որ ինչ որ կերպ նշի իր ասենց մասնակցությունը այս գործընթացի ցույց տալու համար, որ ինքը ցանկանում է նոր տեր փնտրելու հանձինս Մոսկվայի։ Սա է տիրոջ փնտրտունքի գործընթացի մեջ, որը պետք է երաշխավորի լինի իր սեփական գոյության, այսինքն իրենք գոյաբանական կենթանի մնալու խնդիրներ են լուծում իրենց համար։ Դուք ասում եք Մոսկվա է գնացել, որովհետև մյուս տերերի հետ իր կապը կորցրել է։ Մոսկվա գնալուց առաջ Փաշինյանը գնաց Էստոնիա, գնաց կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առաջ ծաղիկներ դրեց։ Այնտեղ Էստոնիայում ասած օգնեք Հայաստանի, որպեսզի Հայաստանը գնա Եվրամիություն, ավելին ասած մենք պատրաստ ենք վճարել այդ գինը։ Եվ դա ասելուց 10-15 օր հետո գնում է Մոսկվա եւ տեսնում ենք այստեղ այս պատկերը։ Այսինքն ինչ եք ուզում ասել, որ գնաց Էստոնիա, Հայաստանի ազգային ժողովը օրենք ընդունեց դեպի Եվրոպա գնալու, բավարար չեն, միևնույնն է, դրանք տերերի հետ կապը չեն ապահովում։ Չէ, բացարձակ չեն ապահովում, որովհետև Էստոնիան չէ, է այն երկիրը, որը կարա ապահովի տիրոջ հետ իրենց կապը։ Էստոնիան բավականին, ասենց ասեմ, խնդիրներ ունեցող պետություն է, հատկապես պայմանավորված ուկրաինական պատերազմով, եւ Էստոնիան չէ, որ պետք է ապահովի Հայաստանի կապը Եվրամիության հետ։ Հատկապես եթե մենք բավական մեծ հայկական համայնք ունենք Ֆրանսիայում, իսկ Ֆրանսիան այսօր Եվրամիության առաջատար պետությունն է, եթե ոչ առաջին, եթե նախկինում դա Գերմանիայի դաշնությունն է, ապա հիմա Ֆրանսիան։ Այսինքն ունենալով մեծ համայնք Ֆրանսիայում, ունենալով բավականին երկար ժամանակ Մակրոնի հետ ուղիղ կապ, Մակրոնի բացարձակ աջակցությունը, հիշում եք, պայրը լինում, երբ որ Մակրոնը Արցախի հարցով ավելի հայամետ դիրքորոշումներ ունենում, քան թե Եվ իդեպ նաև Մակրոնը այդ մասին բարձրացանել է։ Մակրոնը, այո, իր շրջապատում հայկական բարձրացանել է, որ ինքը ավելի հայ է, քան թե գործող քաղաքական ռեժիմի պարագլուխը։ Ու այս պայմաններում գնալ Էստոնիան, ասա ցույց է տալիս մարդկանց ինչ աշճան են խղճուկ եւ ողորմելի դարձել այս մարդիկ, որովհետեւ Ֆրանսիան այլևս դադարել է լինելու այն երկիրը, որը կարող է երաշխավորել լինել սրանց համար, որովհետեւ դու չես կարող անդադ երաշխավորել մեկի համար, որը ինքը իր պետության շահերով առաջ չի շարժվում։ Հետևաբար սրանց միակ ճանապարհը, որով իրենք նաև ընտրել են ու չեն հետաքրքրում, դա դեպի Անկարան է։
Իրանք փորձում են Էրդողանի հետ, իրանք բացարձակ կերպով կախված են Էրդողանի դիրքորոշումից, սակայն խնդիրը նրանում է, որ Թուրքիան նույնպես հայտնվել է լրջագույն խնդիրների մեջ։ Էրդողանը ինքը ունի լրջագույն խնդիրներ, թե երկրի ներսում, թե հատկապես Սիրիայում, որտեղ սկզբից թվում էր, թե Սիրիան դա հաղթանակ է, բայց իրանք հիմա հասկանում են, որ Սիրիան իրենց համար դարձել է նոր Վիետնամ։ Իրանք մտել են, դուրս գալ չեն կարող, Սիրիայում անընդհատ տեղի ունենում ապստամբություններ, գործող, ասենց ասեմ, ահաբեկչական ռեժիմի դեմ, եւ Թուրքիան չի կարողանում եւ իր ներքին խնդիրները լուծել, եւ քրդերի հետ չի կարողանում գալ ընդհանուր հայտարարության, եւ սիրիական պրոբլեմատիկան իրեն տարել է, եւ հետաբար ինքը Հայաստանով կամ ավելի շուտ Հայաստանով չէ, գործող այս քաղաքական ռեժիմի երաշխավորը եւ պապան լինելու ցանկություն չունի, ուղղակի չունի այդ ռեսուրսը։ Այդքան տեղերով եւ պլյուս խնդիրներ կա Ռուսաստանի հետ, պլյուս խնդիրներ ունեն ուկրաինական ճակատում եւ այլն, Եվրամիության հետ։ Հետաբար սրանց ինչ որ նոր տեր է ման գալիս ու գտնում եմ որ այս պայմաններում հավանաբար չգիտեմ կդառնա Ռուսաստանը այդ նոր տերը։ Կարող է դառնա Մոսկվա։ Բայց կհավատա Մոսկվան արդյունքներին։ Մենք տեսնում ենք օրինակ Երևանից թե ինչպիսին թունելության է արժանանում Չինաստանի նախագահը Մոսկվայում։ Մենք տեսնում ենք Պուտինի հատուկ ուշադրությունը նրա նկատմամբ։ Տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտնվում է Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի կողքին։ Տեսնում ենք նրան կճված, խեղճացած, ինչ որտեղ ինքն իրեն իզգոյ զգացող մարդու վիճակ ենք նաև տեսնում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանում բազմաթիվ հակառուսական հայտարարություններ է արել, ունի քաղաքական թիմ, որը հակառուսականության ալիքը անընդհատ բարձրացնում է։ Հիմա Մոսկվան կհավատա այս նույն Նիկոլ Փաշինյանին։ Նայեք, Մոսկվան ինքը վարում է շատ իմ կարծիքով պրագմատիկ քաղաքականություն, հասկանալով, որ ինչ որ առումով ուկրաինական ճակատում որոշակի դադարից հետո իր համար շատ կարևոր է լինում հարավային Կովկասում ամրացնել իր դիրքերը, որտեղ բավականին թուլացել է, հատկապես Արցախի անկումից հետո, որտեղ սա էլ ուզեմ հատուկ շեշտեմ, Արցախ ընկավ, որտեղ տեղ ունեցավ երկու դավաճանություն, առաջինը Նիկոլը դավաճանեց հայ ժողովրդին, երկրորդը անկեղծ լինենք Ռուսաստանը գրած այդ դավաճանության Արցախայության նկատմամբ եւ չարեց այն, ինչ որ պետք է աներ։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի անում, ինչու պետք է Ռուսաստանը աներ։ Շատ ճիշտ հարցադրում եք անում։ Բայց այնուամենայնիվ արցախցիները հավատում են, որ ռուսները գոնե մինչև վերջ կմնան իրենց հետ եւ թույլ չեն տալ լինել այն աղետը, որը տեղ ունեցավ, հասած այն ցեղասպանությունը եւ էթնիկ զտումը, որը կատարվեց։ Բայց այնուամենայնիվ Ռուսաստանի համար հարավային Կովկասը պետք է, որտեղ դա իր համար անվտանգության կարևորագույն գոտի է, եւ Ռուսաստանը աշխատում է այն, ասենց ասեմ, իշխանական այն ռեսուրսի հետ, որը կա։ Այս բանից ցավոք սրտի այս մարտն է ներկայացում Հայաստանը, ցավոք սրտի։ Իր ողորմելի տեսքով, իր, չգիտեմ, կանաչի ծախողի փափախով, շրջելով հիշում եք այսօր նույնիսկ ռուսական հերոստանգերությունները խառնել էին Ադրբեջանի ղեկավարի հետ։ Ադրբեջանի ղեկավարի, որտեղ լրիվ ադրբեջանցու տեսք ունի։ Սա է ռեալությունը, այս մարտն է այս երկրի վարչապետը։ Ինչ անենք։ Ու ռուսները ստիպված աշխատում են այնչի հետ ունեն։ Դուք համաձայն եք այն տեսակետի հետ, որ վերջին շրջանում Ռուսաստանը, մասնավորապես Հայաստանում, իր քաղաքականությունը վերանայել է, փորձում է հարաբերությունները ռեստարտել, ենթարկել դրանով է պայմանավորված, որ այստեղ է գալու Ռուսաստանի արտգործնախարար, այստեղ է գալու նաև Մատվիենկոն, հունիսին է նախատեսված այցը, հա։ Փոփոխություններ ինչ որ տեսնում եք հայ-ռուսական հարաբերություններում։ Ճիշտ ասած, այնպես որակական փոփոխություններ ես չեմ տեսնում հայ-ռուսական հարաբերություններ, հա, Ռուսաստանը որոշակիորեն մեծացնում էր հետաքրքրությունը հարավային Կովկասի նկատմամբ, գլոբալ, ոչ միայն Հայաստանի նկատմամբ, որտեղ իրանք երբեք չեն դիտարկում տարածաշրջանը առանձին, այլ ընդհանուր իր քաղաքական կուրսի մեջ։ Որոշակի ինչ որ տեղաշարժ փորձում են անել, բայց գլոբալ փոփոխություններ գոնե իմ համար հստակ է, որ այս գոնե Կրեմլը չի վստահում այս մարդկանց։ Ճիշտ է աշխատում է, որտեղ ստիպված իրենց հետ աշխատել, բայց բացարձակ վստահություն չկա։ Հիմա կլինի փոփոխություններ կամ էլ այդ փոփոխությունները ո՞նց կազդի Հայաստանի վրա։ Ես ուզում եմ դա հատուկ շեշտեմ, էլի, որ sense կարծիք կա, որ Ռուսաստանի կամ Մոսկվայի ցանկության դեպքում Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն։ Տեղի չի ունենա։ Ինչու՞։
որտեղ Հայաստանում իշխանապողություն պիտի կատարի հայ ժողովուրդը։ Եվ կապ չունի Մոսկվան է թե արևմուտքն է, սովորաբար երկրներում իշխանապողությունների պարագայում արտաքին ազդակները կարևոր չեն լինում։ Արտաքին ազդակները տեղ ունենում, ասենց ասեմ, ըստ աշխարհաքաղաքական փոփոխությունների։ Հա, հիմա տեղ ունեցել որոշակի փոփոխություն, երբ Ռուսաստանը կամաց-կամաց վերադառնում է Հարավային Կովկաս։ Միացյալ Նահանգները Տրամպի ադմինիստրացիան ասում է, որ իրեն Հարավային Կովկասը ընդհանրապես հետաքրքիր չէ։ Առավել եւս սրանք հետաքրքիր չէ, որտեղ իրանք ռազմավարական մի քանի սխալ են գործել։ Նախ աջակցել են Բայդենին իր նախընտրական շրջանում, հետո գնացել են Տրամպի իշխանության գալուց 5 թե 6 օր առաջ ստորագրել են մի հատ խայտարակ փաստաթուղթ, որը կոչվում է ռազմավարական իբր թե գործընկերություն։ Եվ հույս ունեն, որ Տրամփը Բայդենի ստորագրած փաստաթուղթը կյանքի է կոչելու։ Այսինքն մտավոր է դեգեներատիզմ, այլ բառ չեմ գտնում ասել։ Սա բերել են, որ մենք նաև կորցրել ենք Միացյալ Նահանգների, իսկ Միացյալ Նահանգները մեր համար կարևոր գործընկեր է, ինչպես նաև Ռուսաստանը։ Երկուսն էլ գերկարևոր գործընկերներ են։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունները, Հնդկաստանը, սրանք մեր համար գերկարևոր գործընկերներ են։ Եվ բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկեր։ Եվրամիությունն էլ է շատ կարևոր։ Այլ բան է, որ օրինակի համար Տրամպի իշխանության գալուց հետո մենք մի բան տեսանք, որ Եվրամիությունը առանց Միացյալ Նահանգների ինքը ռազմական առումով բավականին թույլ միություն է։ Դե հիմա գնում են վերադասավորումների եւ փորձում են ռազմականացվել։ Եվ այս վերադասումների պայմաններում հասկանում եք Հայաստանի գործող քաղաքական ռեժիմը անտեր է մնացել։ Այս նկարը որ դուք ցույց եք տալ, հենց իր անտերության այս պատկերն է, որտեղ մինչև այսօր իրեն կարողանում են ինչ որ մարդկանց հետ ինչ որ հարցերում ինչ որ համաձայնության գալ։ Հիմա դա վերացել է։ Նույնիսկ իրենց սիրելի Էրդողանը արդեն չի ուզում իրենց ընդունել։ Խոսենք Հայաստանի ներքաղաքական կյանքում օրակարգային դարձած իմպիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնության մասին հանրային երկու գործիչ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն են առաջարկել, որպեսզի ազգային ժողովի падգամավորները նախաձեռնեն նման գործընթաց։ Ես որքանով հետևում եմ Հայաքվեի գործունեությանը, ես չեմ տեսել Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման միասնական դիրքորոշում իմպիչմենթ սկսելու կամ չսկսելու վերաբերյալ, ճիշտ եմ նկատել, որ չունեք միասնական դիրքորոշում եւ այդ պարագայում նաեւ ձեր անձնական տեսակետն այս հարցում ինչպիսին է։ Նայեք, ես ասեմ, նախ մեզ չեն դիմել այդ իմպիչմենթի հարցով, այդ նախաձեռնողները, հետեւաբար մենք չենք քննարկել դա, ընդունենք թե չէ։ Բայց դիրքորոշումը գոնե իմ հետեւյալն է։ Նայեք, երբ տեղ ունեցավ Արցախի աղետը եւ փաստացիորեն Հայաստանի անվտանգային համակարգը քանդվեց բավական էականորեն եւ մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի ահռելի մասը, իմ խորին համոզմունքով դրանից հետո Հայաստան պետությունը ինքը դարձել է ասենց ասեմ կաղ բադիկ է վերածվել, այսինքն ինչ որ հաշմանդամ մի միավորի, որը հազիվ է պահում իր գոյությունը անվտանգության առումով։ Ու այս պայմաններում ինձ համար ընդհանրապես անհասկանալի է այն փաստը, որ օրինակի համար ընդդիմությունը իր ամբողջ կազմով մնացել է խորհրդարանում։ Ինչ պետք է աներ։ Իրանք պետք է բոլորով դուրս գային։ Ինչ տեղի կունենար, եթե բոլորը մանդատները դնեին։ Ինչ կարևոր է թե ինչ տեղի կունենա։ Այսինքն իրանք իրենց վրանցից գոնե կմաքրեին Արցախի հայաթափման պատասխանատվությունը, որտեղ մնալով իշխանության կրում է պատասխանատվություն։ Միանշանակ մնալով խորհրդարանում, իսկ խորհրդարանը իշխանության մի մասն է, իրանք ինչ որ չափով կրում են նաև այդ պատասխանատվությունը։ Այս խորհրդարանը ինքը այս ձևով Արցախի անկումից հետո ոչ լեգիտիմ մարմին է, որտեղ իշեք խորհրդարանը ինչ լոզունգներով է ընտրվել գործողական ռեժիմը Արցախի պաշտպանության, դեօկուպացիայի մասին հիշենք լոզունգներ, բայց նմանատիպ լոզունգներ եւ նմանատիպ քաղաքական ծրագիր ուներ նաեւ ընդդիմությունը։ Դեօկուպացիա, Արցախի անվտանգության պաշտպանություն եւ այլն եւ այլն։ Ընդդիմությունն ասում է, եթե մենք մեր մանդատները դնենք եւ դուրս գանք, ներքաղաքական ճգնաժամ չի առաջանա, խորհրդարանը շարունակի աշխատանքը։ Շատ հնարավոր է, ես չեմ բացառում ու չեմ էլ պնդում, որ դա կառաջացնի ճգնաժամ, բայց գոնե բարոյական առումով իրանք ասում, որ մենք այս պատասխանատվության տակից դուրս են գալ, որովհետև այս մարդն է կոնկրետ անազգաննել չեմ ուզում, տամ իր քաղաքական ամբողջ ինստիտուցիոնալ համակարգով, իր կուսակցությունով, իր падգամավորներ, իր կառավարությամբ, այս մարդիկ են ծախել Արցախը, բառից բուն իմաստով, նվիրաբերել են թուրքերին, սպանել են 5000-ից ավելի հայ երիտասարդի, այսօր էլ անամոթաբար գնում են Եռաբլուրում իբր թե հիշելու այդ տղաների հիշատակը։ Այս մարդիկ են կազմակերպել նաև Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնումը։ Հիմա մենք դրան ո՞նց ենք դիմակայում։ Եթե մենք իր վիճակի չենք դիմակայելու,
Եկեք թող այդ խորհրդանական ընդդիմությունը ամբողջ կազմով դուրս գա խորհրդարանից։ Սա է միակ ելքը իմ կարծիքով։ Եվ ոչ թե իմպիչմենտի գործընթացը, որ առաջարկում են, որ նախաձեռնեն։ Ես չեմ կարծում, որ իմպիչմենտը ինքը ինչ որ հաջողության տանող ճանապարհ է։ Բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր падգամավոր սահմանադրությամբ ունի նման լիազորություն եւ իրավունք կարող է աշխատել այդ ուղղությամբ։ Ինչու չսկսել եւ չանել այդ գործընթացը։ Գիտեք, ես չեմ ուզում խորհրդանական այս խնդիրների մեջ խորանալ, որտեվ նախ ես դրա հեռանկարը չեմ տեսնում այդ իմպիչմենտը, բայց նենց է չի, որ ես ասենք թե եթե վաղ այդ հարցը դնենք քննարկեն, որտեվ նորից եմ կրկնում, հայակվեն գոնե այս պահին ընդհանուր կարծիք չունի, որտեվ այս հարցը ոչ մեզ դիմել են, ոչ է մենք քննարկել ենք։ Բայց իմ խորին համոզմամբ իմպիչմենտը հեռանկար չունեցող քաղաքական ծրագիր է։ Այլ բան է, եթե դա նպատակ ունի, ասենք թե, չգիտեմ, ինչ որ մարդիկ ավելի ակտիվ Երևան PR-վեն, հեռուստատեսությունը կամ լրատվամիջոցները ավելի շատ խոսեն նրանց մասին։ Դուք ասում եք հեռանկար չունեցող process է, բա ինչն է հեռանկար ունեցող։ Լավ հարց տվեցիք։ Ես մի անգամ եմ կարծեմ ձեր մոտ ասեմ, գործող քաղաքական ռեժիմը պետք է հեռացվի ամեն գնով։ Դե հիմա քայլերից մեկը դա է, ասում եք հեռանկարը ինչ է։ Նայեք, երբ որ մենք ընդամենը 2 տարի ինչ քաղաքական դաշտում ենք, նկատի ունեմ հայակվեմ, եւ աշխատելով նաեւ ակտիվ կերպով աշխատելով ընդդիմության հետ, ասենց ասեմ, խորհրդանական ընդդիմության, մենք մի բանի համոզվեցինք, ինչքան վատ են իրենք կազմակերպված բոլոր առումներով։ Ընդդիմադիրները նկատի ունեն։ Այո, ընդդիմադիր քաղաքական դաշտը ինչ վատ է կազմակերպված, որտեվ եթե մենք ուզում ենք սրանց հեռացնել, հողի վրա պետք է ամենօրյա ռեժիմով աշխատել, ամեն օր։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է պետք է մարդկանց հետ աշխատել, ստեղծել կազմակերպված խմբեր, կազմակերպել տարբեր տրեյնինգներ։ Ինչ որ ժամանակին 10 տարի շարունակ անում էին տարբեր ՀԿ-ներ, ֆինանսավորվելով արևմուտքից հիմնականում։ Հիմա ձեզ կասեն, երկիրը հանձնում է, դուք ասում եք տրեյնինգներ։ Ուրիշ ճանապարհ չկա, պետք է շատ ակտիվ կազմակերպված խմբեր ունենալ։ Եթե չունենաս այդ կազմակերպված խմբերը, դու դիմադրողականություն չես ունենա։ Եթե մարդիկ դուրս են գալի փողոց, բայց այդ մարդկանց չեն առաջնորդում կազմակերպված տարբեր խմբեր, որոնք իրավական, քաղաքական, տնտեսական, նույնիսկ եթե պետք է ֆիզիկական առումով չգիտեն ինչի պետք է անեն, դու դատապարտված ես ձախողման։ Դա ունեն կուսակցությունները։ Ես չգիտեմ կուսակցությունները ունեն արդեն դրանք։ Գերիկ թևեր ունեն, կառույցներ ունեն։ Սրբազան շարժումը եւ տեսանք այդ սրբազան շարժման ժամանակ նո այդպիսի երևի 200-300 մարդ էր, բայց պետք է լիներ դրա տասնապատիկը նվազագույնը։ Հիմա ինչ է անում հայակվեն հենց այդ խմբերի ստեղծմամբ է զբաղվում։ Օրինակի համար մեր այդ դիտորդական դասընթացները, որ արինք, որով եւ կարողացանք վերահսկել ընտրությունը թե Փարաքարում, թե հատկապես Գյումրիում, սա այդ գործընթացներից մի փոքր հատված էր ընդամենը։ Հիմա մենք ցանկանում ենք այդ գործընթացը ել ավելի մեծացնել, տենց խմբերի հետ շարունակել աշխատել, որտեղ հիմա շարժ կա, մարդիկ ուզում են իսկապես մասնակցեն։ Որ ինչ լինի, որ ինչ անեն։ Որպեսզի կազմակերպված կերպով կարողանանք, եթե գնում ենք մյուս ընտրություններին, ապա մյուս ընտրություններում տապալել այսօրվա հիմա իմպիչմենտ նախաձեռնողներն ասում են ինչ մյուս ընտրություն։ Մյուս ընտրություններին միջև Նիկոլ Փաշինյանը կարող է Հայաստանի Հանրապետության հետ այլ վատ բաներ եւս անել։ Եկեք դա կանխենք, ինչ մյուս ընտրություն։ Կարող է, ամեն ինչ կարող է լինել աղավին ջան, բայց որպեսզի դու կարողանաս այս իմպիչմենտի գործընթացը սկսես, դու պետք է կարողանաս այդ խմբերը ի սկզբանե ունենաս, կարողանաս այս աշխատանքը տանել, որովհետեւ նայեք, ես կողքից եմ նայում այս գործընթացին եւ ես միայն տեսնում եմ ոնց են խորհրդանում արկա երկու ընդդիմադիր քաղաքական ուժեր իրար ամեն օր հայհոյում, իրար հարվածում։ Եթե այս իմպիչմենտը բերելու է այս երկու խմբերի իրար նկատմամբ ատելության մեծացմանը, ապա դա ես չգիտեմ ում դեմ է։ Ինձ կարող բացատրել դա ում դեմ է, դա Նիկոլի դեմ է, թե միմյանց նկատմամբ ատելությունը, միմյանց նկատմամբ եղած հակամարտությունը կամ հակասությունը ավելի սրելու է ուղղված։ Իմ մոտ անկեղծ ասած տպավորությունը, որ այս impeachment գործվածի գործընթացի նպատակը միմյանց նկատմամբ ընդդիմադիր դաշտում միմյանց վարկաբեկելու, միմյանց թուլացնելու, միմյանց կներեք փչացնելու ուղղված գործ, չգիտեմ։ Նպատակը խորքային ո՞րն է։ Չեմ կարող ասել որն է խորքային նպատակը, բայց ամեն դեպքում ես տեսնում եմ, որ սա շատ քիչ է հարվածում գործող քաղաքական ռեժիմին, բայց շատ է վարկաբեկում գործող խորհրդանական ընդդիմությանը։ Իսկ հայակվեն ինչպես է հարվածում գործող քաղաքական ռեժիմին։ Գործող քաղաքական ռեժիմի դեմ պայքարելու համար ես մի քիչ առաջ ասեցի, մենք պետք է ստեղծենք այդ քաղաքական խմբերը։ Գրագետ, մոտիվացված,
բավական լավ իրավական առումով պատրաստված խմբեր է պետք ստեղծել։ Որպեսզի մասնակցեք հերթական ընտրություններին։ Կարևոր չէ, հերթական կլինի, կարող է եւ արտահերթ է լինի։ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովում 2 օր առաջ հայտարարեց Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Դե Նիկոլ Փաշինյանը վերջին 7-8 տարում ապացուցել է մի բան, որ ավելի մեծ ստախոս Հայաստանի Հանրապետություն, քան ինքնը չկա։ Դա պետք է հույս չպետք է դնել, որ ինքը ինչ որ բան հայտարարի։ Լավ, հերթական ընտրություններով Նիկոլ Փաշինյանին ինչ կերպ է հայակվեն պատկերացնում տուն ճանապարհելու գործընթացը։ Նայեք, առաջին հերթին դա պետք է ընդդիմադիր դաշտում որոշակի լինի, ասենց ասեմ, սինխրոն աշխատանքի հնարավորություն։ Չասեմ համերաշխություն, որովհետև սուտ կլինի, եթե ասեմ, որ ընդդիմությունը կարող է միավորվել եւ մեկ ինչ որ դեպքում չի լինելու դա։ Բայց առաջին հերթին ինչա պետք անել, դա սինխրոն աշխատանք կազմակերպել, իրար չխփելն է։ Չսկսեն իրար հայհոյել, իրար նկատմամբ ինչ որ փորձեն իրար վարկաբեկել։ Այսա չպետք է լինի։ Ընդդիմադիր դաշտում, որտեղ մեր ընտրազանգված, ընդդիմադիր տրամադրված մարդկանց թիվը ահռելի մեծ է։ Այսօր բնակչության 70-ից 80%-ը խորքային ատելություն ունի գործող քաղաքական ռեժիմի նկատմամբ։ Բայց միաժամանակ այդ բնակչությունը չունի ընդդիմության նկատմամբ վստահություն։ Այսինքն եթե սրան ատելով ատում եմ, ընդդիմությանը չեն վստահում։ Ում են վստահում, դա է մնում հարց։ Ում են վստահում այդ մարդիկ։ Ու նմանատիպ կներես ավարտեմ impeachment-ի գործընթաց, այդ վստահությունը չի բարձրացում, հակառակը էլ ավելի է վարկաբեկում։ Ինչով է վարկաբեկում, եթե կա հասարակության մոտ 70% հատված, որը ասում է կատում է այս իշխանությանը, ինչու այդ 70%-ին դուրս չհանել փողոցի ճնշմամբ հասնել impeachment-ի գործընթացի ավելի վաղ, քան մինչև 26 թվականն է։ Նայեք, մենք մի քանի անգամ այդ փողոցային պայքարի փորձ ունենք։ Մի քանի անգամ գլուխներս տարի, ասենց ասենք, պատին խփել ենք, ակտիվ մասնակցել ենք։ Հիմա հերթական անգամ տանել մարդկանց այդ ճանապարհով, հասկանում եք, սա նորից փակուղու տանելու ճանապարհ։ Այսինքն ընդդիմադիր դաշտը հանձնվել է, փողոցային պայքար այլևս չի նախաձեռնելու եւ հանգիստ պատրաստվում է 2026 ընտրություններին։ Նայեք, ես ընդդիմադիր դաշտի անունից խոսել չեմ կարող։ Լավ, հայակվեք։ Բայց ես միանշանակ կարող եմ պնդել, որ ամեն անգամ, երբ որ մարդիկ դուրս են գալի փողոց ու ձախողվում են, սա բերում է գործող քաղաքական ռեժիմի վարկանիշի ավելացմանը։ Սա ես հստակ կարող եմ ասել, որովհետև սա ստուգված մի շարք 1 տասնյակից ավելի սոցիոլոգիական հարցման արդյունքներ։ Եվ որ ժողովուրդը դուրս է գալի փողոց, եւ այդ փողոցային շարժումը իր նպատակին չի հասնում, դա բերում է գործող ռեժիմի ձախողմանը։ Դա համար հանել ժողովրդին նորից փողոց, նորից տանել ձախողման, սա միանշանակ ուղղակի նվեր է լինելու այսօրվա ռեժիմին։ Սա անել ուղղակի չի կարող։ Բայց ինչու եք մտածում, որ նորից ժողովրդին հանեցին դուրս, նորից ձախողում է լինելու։ Ես չեմ տենում այն քաղաքական ուժը կամ այն լիդերներին, որոնք ժողովրդին կտանեն հաջողության։ Ցավոք սրտի։ Այդ դեպքում ինչպես գնալ ընտրությունների, եթե չեք տեսնում այդ լիդերներին։ Ես նորից անլիդեր ընտրության գնալն էլ իր խնդիր ունի։ Պետք է մի քանի լիդերներ լինեն։ 3, 4, 5 Այսինքն Գյումրու սցենարի կրկնությունը շատ հնարավոր է։ Դուք ասում եք Գյումրու սցենարի կրկնությունը հնարավոր է, բայց միևնույն ժամանակ կա կարծիք, որ Գյումրին կլանային քաղաք է եւ Գյումրում ընդհանրապես թիմ ընտրությունների մոդելը պետք է բերել եւ պրոյեկտել համապետական մակարդակի վրա։ Լրիվ համաձայն եմ, որ թիմ ընտրությունները ինքը չի կրկնվում, բայց թիմ ընտրությունները ցույց են տալիս այն խորքային խնդիրները, որը ունի գործող քաղաքական ռեժիմը տեղական ինքը իշխանությունների հետ։ Մենք օրինակ բերենք ոչ միայն Գյումրին, այլ նաև Փարաքարը, որտեղ եւ Հայաստանի այլ խոշոր համայնքներ եւս, որտեղ իշխանությունը պարտվել է։ Այո։ Բայց չի սասանում իր դիրքերը այդ պարտությունը։ Սա տեղի կունենա միայն համապետական ընտրության ժամանակ, բայց նորից եմ կրկնում։ Համապետական ընտրությունում ընդդիմությունը կհասնի հաջողության, եթե սովորեն իրար հետ սինխրոն աշխատել։ Սովորեն ոչ թե իրար հետ թքել, կներեք էլի, այլ սովորեն իրար հետ աշխատել։ Այո, արտադիր չէ, որ բոլորը միավորվեն մի լիդերի շուրջ, որը հնարավոր չի։ Բայց եթե ունենաս 3, 4, 5 շատ ուժեղ կազմակերպված միավորումներ քաղաքական, որոնք կարող են հանդես գալ եւ դեպի իրենց բերեն, որովհետեւ այն ընդդիմադիր դաշտը, որը կա, այն ընդդիմադիր այսօրվա քաղաքական ռեժիմին ատող են զանգվածը, որը կա, նենց չէ, որ իրանք վստահում են ինչ որ մեկին կամ երկուսին կամ բայց եթե դու ներկայացնում ես ընտրություն իրենց համար, իրանք կգնան ընտրություններ եւ կընտրեն։ Հիմա չեն սիրում, ասենց ասեմ, նախկիներին, կընտրեն համատաբար նախկիների հետ ոչ կապված ինչ որ քաղաքական ուժի։ Կամ մյուսներն սիրում են միայն նախկիներին, չգիտեմ, երկրորդ կամ երրորդ նախագահի կողմնակիցները կգնան իրենց ցանկալի տեխնացուին կընտրեն։
Այսինքն ցավոք սրտի քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում մենք պետք է մեծ ընտրություն տանք եւ այդ մեծ ընտրության պայմաններում հնարավորություն կունենանք 3-4 հատ տեխնացու գոնե առաջ մղել, որոնք մտնելով խորհրդարանը իրավիճակը փոխեն հենց խորհրդարանի ներսում։ Այս պահի դրությամբ գոնե ես անձամբ սա եմ տեսնում զարգացման հեռանկարը։ Արդյոք կբերի իմպիչմենտը հաջողության։ Անկեղծ լինեմ, պարզա որ մենք ոչ ունենք հնարավորություն, ոչ ցանկություն ունենք ինչ որ ձեւով իրենց խանգարել։ Եթե իրանք հաջողության հասնեն, մենք միայն ուրախ կլինենք։ Բայց չեք օգնի, որ այդ հաջողությանը հասնեն։ Ես չգիտեմ, մենք ինչով պետք է օգնենք։ Թող գան, մեզ ներկայացնեն, առաջարկեն թե մեզանից կոնկրետ ինչ օգնություն են խնդրում կամ ինչ օգնություն են ակնկալում, մենք է պատրաստ ենք դա քննարկել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Արմեն Մանվելյանն էր, այսքանը ցտեսություն։